Հենց դատախազությունը առանց կենտրոնական ընտրական հանձնաժողովի համաձայնության մեղադրանք է առաջադրել Գագիկ Ծառուկյանին։ Հարգելի լրագրողներ, խնդրում եմ հարցերը ուղղեք գլխավոր դատախազությանը եւ ոչ կենտրոնական ընտրական։ Տեսեք, հարգելի գործընկերներ, ես ինչ եմ ասում, որտեվ ես էլ տեսել եմ հաղորդագրությունը, դա 3 չեն մեղադրանք առաջադրել։ 3 են առաջադրել։ Ես տեսել եմ հաղորդագրությունը, որտեղ որ խոսում էր ինչ որ նախկին քրական գործի եւ այլ, որտեղ խափանման միջոց առաջադրվել է 3։ Հարգելիներս, եթե նայեք ընտրական օրենսգիրքը պատգամավոր տեխնացուներին անձեռնմեր խելություն է տալիս, եթե քրական հետապնդում է ամեն ինչը, ծագել է տեխնացու կարգավիճակը ձեռք բերելուց հետո։ Մինչ այդ եթե եղել է, օրինակ, չգիտեմ, ձերբակալություն, դրանից հետո նորը քրական, այդ լրիվ արդեն ուրիշ է։ Տեսեք, իրական մեղադրանքը թե քրական։ Հարգելի լրագրողներ, խնդրում եմ, մեղադրանք առաջադրողը գլխավոր դատախազությունն է։ Գնացեք գլխավոր դատախազությանը հարցրեք, թե ինչու է մեղադրանք առաջադրել։ Եթե դուք կարծում եք, որ գլխավոր դատախազությունը իրավունք չուներ դա անելու կամ տեխնացուն է կարծում, բոլորդ էլ դուք կարող եք իրենց հարցեր ուղղել, տեխնացուն կարող է իրենց գործողությունները բողոքարկել, բայց կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահից պահանջել մեկնաբանել գլխավոր դատախազության գործողությունները, մեղմ ասած ճիշտ չի։ Պարոն Հովհաննիսյան, վերջը Գագիկ Ծառուկյանի քաղաքական